Ձեր թույլտվությամբ մի քանի հարցեր ուղեմ։ Փաստորեն հոգևորականներին էլ բաժանեցինք սևերի եւ սպիտակների, մերոնքի եւ մերժենելների, անգամ պատրաստ եք հանուն պառակտման կարգալույց եղած հոգևորականից հաղորդություն ստանալու։ Այսպես պառակտելով ուր են գնա։ Չհասկացա, մենք ոչ մեկի չենք պառակտում, չգիտեմ, ում մտքի գոհարներն եք ընթերցում։ Հիմա եկեղեցում կան հավատացյալներ, որոնք սևեր են ձեզ համար համարվում, կան հավատացյալներ։ Չկան այդպիսի Հայաստանի Հանրապետությունում այդպիսի քաղաքացիներ չկան, ովքեր սևեր ու սպիտակներ են մեր համար։ Պարոն Խուդատյան, բեմականացված սրբապիղծ գործընթաց է որակել Մայրաթորը, Սուրբ Էրչմիածինը, Հովանավանքում մատուցող պատարագը։ Հիմա դուք եկել եք կեղծ պատարագին մասնակցելու։ Ես եկել եմ եկեղեցի։ Այնպես ինչպես շատ հաճախ եմ գնում եկեղեցի, այնպես ինչպես երեկ եմ եղել եկեղեցում, այնպես ինչպես նախորդ շաբաթ եմ եղել եկեղեցում։ Բայց հիմա եկել եք Հովանավանք, որտեղ ըստ էության Մայրաթորի սա կեղծ պատարագ է։ Ես հավատացյալ եմ, ով ազատ է որոշել, որ եկեղեցի գնա եւ երբ գնա։ Պարոն Խուդատյան, ինձ հետաքրքրել, դուք երբ իմացաք, որ կաթողիկոսը ուխտը դրժել է։ Ինչ արեցիք։ Կաթողիկոսը ինքը պիտի ասի ուխտը դրժել է թե չէ, այդ հարցի պատասխանին են սպասում կարծում Հայաստանի Հանրապետությունում 100,000-ավոր հավատացյալներ։ Իսկ դուք երբ իմացաք այդ մասին, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասեց։ Չհասկացա ձեր հարցը։ Դուք անձամբ երբ իմացաք, որ Հարցի պատասխանը մենք ակնկալում ենք հարցի հասցեատերերից։ Բայց բարբերաբար վարչապետն է նշում, որ կաթողիկոսը ուխտը դրժել է, ճիշտ է Մայրաթորը չի պատասխանում, բայց փաստացի Նիկոլ Փաշինյանն է դա։ Մայրաթորը չի պատասխանում։ Արդեն Մայրաթորից պետք է հարցնենք, ըստ էության ինքը Շատ գնահատական հնչեց։ Թե կհարցնեք Մայրաթորից, կարծում հարմար առիթ կունենաք անպայման հարցնելու։ Ինձ հետաքրքիր է դուք աղոթում եք, Այո, հաճախակի եք աղոթում։ հաճախ։ Ինչ եք Աստծուց խնդրում։ Դե հիմա իմ ու Աստծու կապի մասին չեմ ուզի բարձրաձայնեմ ուղիղ եթերում։ Վերջին անգամ էլ ինչ եք խնդրել, որը հնարավորություն կտա հանրության իմանա մեր նախարարի ինչ է։ Նորից պիտի ասեմ, դա անձնական հարց է եւ կոռեկտ չի այդպիսի հարց տալը։ Իսկ ամենավերջին հարցը թերևս ձեզ համար Նիկոլ Փաշինյանն է, արդար թե Աստված։ Անկոռեկտ հարցեր եք տալիս, աշխարհի բոլոր մարդիկ մեղքեր ունեն եւ հետեւաբար այդ հարցը կարծում եմ իմաստ չունի։